Սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այսինքն սեփական կաշին է սփռվում ժողովրդին դեմ է տալիս պատերազմի։ Քոչարյանից վախը, քոչարանաֆոբիան, դա հոգեկան հիվանդություն է։ Այս ամենի համար պատասխան պետք է տրվի։ Ուննաթա գալիս, մատաթափ տալիս, հերոսի դստերը փախածա անվանում արցախցի։ Քիթը սրբի ձեռով, հետո կարտոֆիլ վերցնի նույն ձեռով։ Դաշտից խոտ հավաքեն տեղում ուտեն, որոշեց ապացուցել, որ ժողովուրդը իրեն սիրում է Երևանում, բայց խայտարակվեց։ Կարող եք գնալ Քոչարյանի դեմը կանգնել, այդքանն ասել։ Ուղեղը այն աստիճանի դված չի, որ իրենք ինքնական որոշեն թրքանալ առողջ հասարակության կողմից, բանական հասարակության կողմից, ինքը վերջնականապես մերժվել է։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել ամենախաղաղ ժամանակաշրջանը, տեսնի ապագա մի մարդու հետ, որի ապագա չեն տեսնում իր հարազատները։ Սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այս թեզով է Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ անում, այսինքն իր չընտրվելու դեպքում սպառնում է պատերազմով։ Լավ, այդ ինչ խաղաղություն է ինքը բերել, եթե ինքը չընտրվի պատերազմ է լինելու, եւ արդյոք այս թեզը երկրորդ անգամ կաշխատի։ Որոշ չափով կաշխատի, բայց մինչև այդ տեսեք, պատերազմը դա երկկողմանի գործընթաց է, պատերազմի ժամանակ կա հարձակվող կողմ եւ պաշտպանվող կողմ։ Հիմա եթե Հայաստանն է հարձակվող կողմը, ապա ինչու ենք մենք հարձակվում, հա? Եթե Հայաստանը չի հարձակվող կողմը, ապա որտեղից Նիկոլ Փաշինյանին այդ ինֆորմացիան, որ սեպտեմբերին Ադրբեջանը պետք է Հայաստանի վրա հարձակվի։ Փաստացի, եթե Փաշինյանը Նոստրադամոս է, ես իրան խորհուրդ կտամ գնա այլ կարևոր գործերով զբաղվի, օրինակ խաղադրույքներ տնի, գումար աշխատի եւ մեզ էլ երկիրն էլ բոլորին էլ հանգիստ թողի, թող ինքը իր համար հարստանա այդ ուղղությամբ, եւ այն աղետները, որոնք գալիս են Հայաստանի գլխին, դադարեն։ Սա իր վերջի հաղթատուղթն է, նախկինների թեման չի աշխատում, ռուսների թեման չի աշխատում, կոռուպցիայի դեմ պայքարը դարսաբուսնել, հա, որովհետեւ մենք բոլորս տեսնում ենք, որ կոռուպցիան ավելի շատ կոռուպցիայի մեջ թաթախված է ինքը եւ իր շրջապատը, եւ այստեղ մնում է միայն պատերազմով վախացնելը, եւ այստեղ ընդդիմությունը անելիք ունի եւ ասելիք ունի, որտեղ մարդկանց հետ պետք է աշխատել եւ բացատրել, որ իրականում ամենավտանգավոր ժամանակաշրջանը Հայաստանի համար եղել է, այսպես ասենք, խաղաղությունից խոսելու ժամանակ, այսինքն խաղաղասեր Փաշինյանի ժամանակ Հայաստանը եւ Արցախը ներկայացված են եղել առնվազն 4 կամ 5 ռազմական բախումների, պատերազմների, էսկալացիաների մեջ, ինչը չես կարող ասել, ընդհանրենք նախորդ ժամանակաշրջանների մասին։ Եվ փաստացի, տեսեք, ինքը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, որ եթե ինքը ընտրվի կամ այլ ուժեր ընտրվեն, իրենք պատերազմ են բերելու, բայց նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել ամենախաղաղ ժամանակաշրջանը, ամենաքիչ զոհեր են եղել խաղաղ պայմաններում բանակում եւ որևէ մեկը չէր մտածում Հայաստանի նկատմամբ ինչ-որ ոտնտուկություն անել, նույնիսկ եթե փորձեր այդպեսի կատարվում, միանգամից տեղում ջախջախվում էր թշնամին եւ երկար ժամանակով մոռանում էր որևէ այսպեսի բան անել։ Միակ ռազմական, այսպես ասենք, որոշակի գործողություն, որ եղավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, դա 2008 թվականի ընտրությունների առաջի փուլից հետո էր Լևոնար գյուղում, Մարտակերտի շրջանում, որտեղ թշնամին ուղղակի փոշմանեց նրա համար, որ այդ խառը փորձեց ինչ-որ ձևի խառնվել եւ համարժեք պատասխան ստացավ։ Հիմա տեսեք, Փաշինյանի գալուց կարելի է եւ թվարկել, դեռ նոր էր ընտրվել Նախճեվանի ուղղությամբ առաջ խաղացում ունեցավ Ադրբեջանը, 44-րդ պատերազմը եղավ, Տավուշում բախումը եղավ, 19-20 թվականի դեպքերը, Ջերմուկի դեպքերը, ներքին հանդում ռազմական էսկալացիա որոշակի եղավ, այսինքն փաստացի այս մարդը անվտանգություն չի բերում, այս մարդը բերում է պատերազմ, նույնիսկ այս հնարավոր խաղաղ ժամանակները, հա, եւ չգիտես ինչին ասում որ խաղաղությունը արդեն հաստատվել, բայց Ջերմուկում կարելի է նույնիսկ տեսնել առանց բինոկլի, որ թշնամին կանգնած է, ամրանում է, շատանում է եւ փաստացի թող այս թեզով ինքը նույնիսկ տնեցիկին երբի չկարողանա խաբի, որովհետեւ կողք չէ։ Իսկ քաղաքացին արդյոք դա վերլուծելու է, որովհետև տեսեք 2021-ին էլ չէ գնում էր ինքը այդ թեզով, եթե ես չլինեմ, լինեն նախկինները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, լինելու է պատերազմ։ 2021-ին ընտրվեց ինքը, ու մենք ունեցանք Արցախի կորուստ, ունեցանք պատերազմ։ Արդյոք քաղաքացին տրվելու է իր այդ սպառնալիքին երկրորդ անգամ։ Դե ով ուզում է տրվի, տրվում է, ով չի ուզում տրվի, փրկվում է, այլ այսպես ասենք, եւ խնդիրը այն է, որ ցավոք սրտի մենք որոշակի չափով նաև կախված ենք այդ քաղաքացիների
կարծիքից եւ որոշումից եւ իրոք այդ մարդիկ իրենց քվեարկությամբ այս երկրի գլխին պատվաս են վերում, դրա համար էլ եմ ասում, այնտեղ որտեղ կարելի է բացատրել, պետք է բացատրել, այնտեղ պետք է որտեղ աշխատել, պետք է աշխատել, այնտեղ որտեղ պետք է չեզոքացնել հնարավոր վատ հետևանքները, պետք է չեզոքացնել այդ վատ հետևանքները, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ այնպես անել, որ այդ մարդիկ, ովքեր այդպիսի կարծիքի են, իրենք ընտրությանը որոշիչ ձայն չունենան եւ եմ ասում այստեղ աշխատել եւ աշխատել է պետք 2-3 ամիս ժամանակ է մնացել իմ կարծիքով եթե նորմալ աշխատեն, նորմալ բացատրեն, բոլորը կհասկանան, որ նույն Փաշինյանը 21 թվականին խաբել է մարդկանց, Փաշինյանը խոսել է Հադրութ Շուշի դեօկուպացիայի մասին, բայց զբաղվել է լրիվ հակառակ process-ով։ Դրա համար այդ բաները պետք է բացահայտվեն եւ ելի եմ ասում, ժողովրդի մեծ մասը խելացել, ժողովրդի մեծ մասի ուղեղը այն աստիճանի դվածած չի, որ իրենք ինքնական որոշեն թրքանալ, հա, կամ պետությունը գցել Ադրբեջան եւ Թուրքիայի ոտքերի տակ, ինչպես ցանկանում է անել Փաշինյանը եւ համապատասխան եզրակացությունները հունիսի սկզբին ժողովուրդը կանի։ Մենք ամեն օր ականատես ենք լինում Փաշինյանի էմոցիոնալ պոռթկումներին։ Հուննաթ է գալիս, մատաթափ տալիս, հերոսի դստերը փախած անվանում արցախցի, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մի քանի բանի մասին, բանա, լայք է հավաքում, դիտում է հավաքում, որ հետո անսավերջ ասի, տեսեք, ես ունեցել եմ, չգիտեմ, 10 միլիոններ դիտում, եւ դա վաճառում է ոչ թե մեր ազգաբնակչությանը, այլ իր հովանավորներին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ցույց տալու, որ տեսեք, ես պոպուլյար եմ։ Այդ մարդիկ առանձնապես չեն խորանում, որ չգիտեմ 100,000 ստացած սմայլիկներից 80,000-ը բացասական են կամ 100,000 կոմենտներից 80,000-ը բացասական են։ Իրանք տեսնում են թվեր, որ այսքան մարդ լայքել է, այսքան դիտում է եղել եւ այլն։ Եվ դա կարողանում է վաճառել իրենց, որպեսզի ասեք, տեսեք, ես ինչ արդյունավետ եմ աշխատում, ժողովրդին սիրում է, ժողովրդին հարգում է, ես հետաքրքիր եմ եւ այլն։ Սա մեկ։ Երկրորդը դա ցույց է տալիս այլ բան, իր գերէմոցիոնալ վիճակը ցույց է տալիս, որ իրոք այնպես չի, ինչպես ինքը պատկերացնում էր կամ ինչպես իրեն իր շրջապատը նկարագրում էր, դա շատ վառ երևաց Երևանում շրջագայությանը, որը մեկ օր առաջ տեղեկատվություն տարածեց, որ ինքը Երևան չի մտնելու, որովհետև այնտեղ անկախատեսելի որոշակի բաներ կան, հետո ինքը որոշեց ապացուցել, որ ժողովուրդը իրեն սիրում է Երևանում, բայց խայտարակվեց, հա, տարբեր տեղեր խայտարակվել, ընդ որում գիտեք ինչն էր հետաքրքիր, ոչ թե ժողովուրդը ջղայնացած էր իր վրա, այն վերաբերմունքը, հա, այնպիսի տպավորություններ, որ չեն ուզում նույնիսկ դիպչեն իրան, հա, ոնց որ առհամարանք էր ավելի շատ պրակաժոնի լինի, հա, եւ ինքը փորձում է ինչ-որ մեկին կպնի, մարդիկ այսպես թռնում են էլի իրանից, չեն ուզում ինչ-որ իր ձեռքից ինչ-որ բան վերցնեն, առհամարում են, հա, եւ այսպիսի վերաբերմունք ես քիչ եմ տեսել եւ սա կարելի է ասել, որ ժողովրդի մեծամասնության կողմից ու առնվազն այն մարդկանցից, ովքեր նախապատրաստված չէին բերել Փաշինյան դիմավորելու, ինքը իրականում դարձել է մերժված եւ բարի բուն իմաստով, այսինքն այսպիսի վերաբերմունք ես վաղուց չեմ տեսել, հա, ես հիշում եմ, որ 2018 թվականին ինքը քաղաքացու անձնագիր էր, հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում, թե բուկլետ էր, ինչ որ եւ մի աղջնակ մերժեց, պատրեց, գցեց, այս ժամանակ դա բան էր, ասենց մի արտարոց դերքեր եւ ինքը սպիտակ ագրավի նման էր, հա, այս անգամ ես տեսա, որ սա համատարած, այսինքն սպիտակ ագրավը արդեն Փաշինյանն էր, հա, իսկ էլ եմ ասում երիտասարդության ժողովրդի հասարակ մարդկանց վերաբերմունք արհամարանքը խոսելաոճը Փաշինյանի ցույց է տալիս, որ առողջ հասարակության կողմից, բանական հասարակության կողմից ինքը վերջնականապես մերժվել է եւ որպես ղեկավար եւ որպես մարդ։ Ու մեդիա տիրույթում ավելի շատ մենք ծաղրի ենք ականատես լինում Նիկոլ Փաշինյանի, թե այդպես դերասանների կողմից, բլոգերների կողմից, հիմնականում իրեն ասոցացվում են ծաղրի հեգնանքի հետ։ Անընդհատ տենց ինչ-որ ռոլիկներ են սարքում, ձեռ են առնում, սենց ասած, ու դա ինչ-որ կերպ ընտրություններին իր արտահայտությունը կունենա։ Իմ կարծիքով այո, որովհետև դժվար է ընտրել մարդուն, որը այսպեսի ծաղրանքի բան է դարել, այսինքն եթե դու ընտրում ես մի մարդու, որի հանդեպ ազգի մեծ մասը որևէ հարգանք բան չի տածում, դու էլ ինչ-որ բայ կմտածես, միգուցե ես չընտրեմ, միգուցե ես չընկնեմ այն կողմը, որը ծաղրուծանակի է ենթարկվում, այստեղ պետք է ուղղակի հասկանալ, արդյոք այդ ծաղրը ինքը չի մտնում Նիկոլ Փաշինյանի պլանների մեջ, հա, որպեսզի որտեղ շատ
դեպքերում Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր ունի, ինքը խնդիր ունի օրվա օրակարգը ձևավորել իր շուրջ եւ չթողնել, որ ընդդիմությունը օրակարգ ձևավորի, դրա համար ինքը կարող է, չգիտեմ, էլի քիթը սրբի ձեռով, հետո կարտոֆիլ վերցնի նույն ձեռով, կամ այլ ինչ-որ զզվելի բաներ անի, կամ ինչ-որ պաստանովիչնի շոուներ անի, չգիտեմ, գնա լամ բան ջինգալով հացտելու ու մեկ էլ տենում ես, որ ջինգալի բուտկային, որտեղ ինքը պատահական ծեծում է, որ պատվիրի, արդեն ներսից օպերատորը կամերայով նկարում ու չգիտես ինչ ես շատ եմ ջինգալը առնում, ջինգալով հաց առնում, երբևէ չի եղել, որ պատրաստի 11 հատ ջինգալի հաց ունի, սենց առնես էլի։ Այսինքն սա նաև խոսում են դրա մասին, որ որոշակի ձև ինքը փորձում է ինքը օրակարգեր թելադրել կամ այնտեղ որտեղ ինքը սխալվել է կամ ինչ-որ խնդիր է ունեցել, փորձում է փոխել, օրինակ բառ օրինակը Արտաշատում է, դե չեմ սխալվում, որ Արցախցին դուրս որանդեց իրեն խանութից, եւ մյուս շաբաթ իրենք բեմադրություն կազմակերպեցին, ինչ որ արցախցի կնոջ ու սումկաները ինքը տարավ, ինքը ասեց այս Աստված է ուղարկել եւ այլն, այսինքն փորձում են ճանապարհին ուղղել կամ երեկվա իր հետ ներողություն խնդրել, անդորեն գիտեք շատերը չեն նկատում, որ ինքը չի խնդրել իր ասած խոսքերի համար ներողություն։ Ինքը ներողություն է խնդրել էմոցիոնալ վիճակի, ժեստիկուլյացիա եւ մնացածի, բայց չի ասել ես սխալ եմ։ Հա, ու այստեղ ինքը երեք ընդդիմությունը չֆիքսեց այդ պահը։ Ես մի քանի տեղ փորձեցի դա ասել, բայց ընդհանուր բոլորը տվեցին, որ ներողություն է խնդրում, շատերին թվում է, որ ինքը այլևս չի մտածում, որ արցախցիները փախած են կամ եւ այլն, էլի սա սրան պետք է շատ ուշադիր լինել, բայց ամեն դեպքում այսպիսի պրավալները իրար հետևից իրոք ցույց է տալիս, որ ինքը այլևս այն Փաշինյանը չի, ինքը այլևս այն սիրված առանձնորդը չի, ինքը այլևս խնդիր ունի նույնիսկ մարդկանց հետ հանգիստ հանդիպելու, որովհետև ներկայային իր ընտրողը արդեն կազմակերպված բերում են իր մոտ եւ հետո բարձում է, որ սա ինչ-որ գյուղապետի թոռա, դեպուտատի օրախոր երեխեքն են, չգիտեմ, այսինքն որ փորձում ես այդ մարդիկ են դուրս գալ, այսինքն այդ ռեսուրսները բավականին քիչ, բայց ինքը կարողանում է այդ պատկերը անել եւ ինչ-որ բաներ ստանալ ու առնվազն ուշադրություն գրավել, բայց տեսեք, իմ կարծիքով այստեղ եւս ընդդիմությունը պետք է աշխատի, որովհետեւ ինձ օրինակ շատ հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը կամ չգիտեմ Թատրոնը ինչ-որ տեղ են գնում, հա, ինչ է կատարվում այնտեղ, այսինքն մի քիչ ավելի շատ կադրեր են պետք, մի քիչ ավելի շատ հանդիպումներ են պետք, այս դահլիճային հանդիպումները իմ կարծիքով պետք է դադարել եւ պետք է մենք էլ տեսնենք, չգիտեմ, ընդհանրենք Տևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը քայլում են քաղաքացիների մեջ, ինչպես է արձագանք է լինում, ոնց է, ինչ է կամ չգիտեմ, Սամվել Կարապետյանի ընդ որում Փաշինյանը գողացել են ավտոբուսի գաղափարը Կարապետյանից, բայց մենք չենք տեսնում այդ ավտոբուսի ժողովուրդը ինչ է շնչում, ինչ է արտաշնչում, չեն ներկայացնում այդ ժողովրդին շատ քիչ է, այսինքն այստեղ պետք է փորձեն նաև, տեսեք, գողացավ գաղափարը ավտոբուսը, պետք է նաև այնպես անել, որ Փաշինյանի ավտոբուսը այլևս ոչ մեկին չհետաքրքրի եւ մեծ հետաքրքրի, չգիտեմ, Սամվել Կարապետյանի ավտոբուսը, Ռոբերտ Քոչարյանի ավտոբուսը, չգիտեմ, Թատրոնի ավտոբուսը, Ծառուկյանի ավտոբուսը, այստեղ էլ անելիք է, բայց ավարտելով, հա, միտքս, այսպես ասենք, իմ կարծիքով ժամանակն է, որ միայն ընդդիմությունը սկսի բաներ գեներացնել, օրակարգեր գեներացնել, ընդ որում ասեմ, ընդդիմության մոտ ցանկության դեպքում դա ստացվում է։ Դուք խոսեցիք ներողություն խնդրելուց, որը ինձ համար Փաշինյանի հայտնի հնարքներից մեկն է։ Մենք հիշում ենք, չէ՞, ներողություն էր խնդրում, ծնկի էր իջնում զոհվածների ծնողների առաջ, բայց նույն զոհվածների ծնողներին եռաբլուրում քարշ էին տալիս։ Ներողություն էր խնդրում մեր գերիներից, ասում էր մի 2 ամիս կսպասեն, բայց խաղաղության օրակարգից գերիների հարցը հանում է, ինչպես նաև Թրամփի հետ են փոքրիկ միջադեպը տեսանյութը, որ գերիների հարցը թողնենք։ Հիմա էլ այս կնոջից իբրև թե ճակերտավոր ներողություն է խնդրում, բայց զուգահեռ Civic-ը, Media News-ը, իրենց իշխանամետ լրատվամիջոցները արշավ են սկսում այդ կնոջ նկատմամբ։ Լավ, այս ներողությունը ինչքան է աշխատելու կամ ժողովուրդը կների, թե չէ։ Նայեք, ինքը իրենք ընդհանրապես թքելու եւ թքածը լպստելու կներեք, հա, մեծագույն այդ արվեստի տիրապետողն են, մեծագույն վարպետն են, իր համար խնդիր չի։ Հա, գնալ ինչ-որ ներողություն խնդրել կամ ինչ-որ բան ասել, հանուն իր PR-ի կամ հանուն ինչ-որ բանի, հա, որովհետև տեսան, որ խայտարակ վիճակ է, գնաց սկզբից ասեց, ես այդպես բան չեմ ասել, հետո երևի PR-շիկները ասեն, չէ, դու ասել ես, մի քիչ ուրիշ ձևի պետք է դուրս գալ, հա, մի հատ էլ ինչ-որ տենց ներողություն խնդրեց, ընդ որում առաջին տարբերակում
մետրոպոլիտեն բառը չկարողացավ նորմալ գրի, մետրոպոլիտեն գրեց, հա իմ կարծիքով դիմոցին օրինակ կարող էր ասել, որ մինչև դու մետրոպոլիտեն բառը չսովորես գրել, հա, այդպես ուժեղ տղա չես համարվի։ Նայեք, ինքը դա անում ենք այդ կյանքով ապրում է, իրան տես մեծացրել են, դա ստիլակել նիք այդպեսի խնդիր չունի, կամ փողը լինի, կամ իշխանությունը մնա։ Դրա համար իր հետ մի քիչ այլ ձև պետք է բան աշխատել եւ մի քիչ եմ ասում հիմնականում ներկապային արդեն մենք պետք է որոշակի օրակարգ ստեղծենք եւ ինքը այդ օրակարգերի հետեւից պետք է վազի վառ օրինակը Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ իշխանություններ վազում ընդդիմության հետևից հերքում էր ինչ որ բաներ էր մտածում պրիոմներ էր մտածում Իր էմոցիոնալ պորտկումները մենք դե բազմիցս ենք տեսել, բայց այս վերջերս մի հետաքրքիր պորտկում եղավ նաև կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողներին ասաց դուք պոտենցիալ իմ ընտրողն եք, դուք գնալու եք ինձ ընտրեք, որովհետև եթե ինձ չընտրեք նվազագույնը գործ կկորցնեք կամ հաշմանդամ կդառնաք ձեր գործունեության համար։ Բայց մենք հիշում ենք, որ Հայաստանի պատմության ամենասադրիչ եւ կեղծ հոդվածներով աչքի ընկած լրագրողը հենց ինքը Փաշինյանն էր։ Եվ կարծես թե իրեն ոչինչ էլ չէր եղել նախկինում, մինչև անգամ իշխանության է հասել։ Ավելին դեպուտատ սարքեցին, մեծացրեցին, ջրեցին, պահեցին, փայփայեցին, փոշները մաքրեցին, պարլամենտ մտցրեցին, ամենա հիմնական անդիմադիր դարձրեցին, հա, այսինքն ոչ մեկ Փաշինյանի ոտերը ոչ ջարդում էր, ոչ եսի ինչ էր անում, ավելին ձեզ ասեմ, փոշիները ոնց որ վրայից մաքրում էին ժամանակ առ ժամանակ, թող հեքիաթներ չպատմի, եթե իհարկե ինքը խոսում է դիմացի լրագրողների մասին, որպես անդիմադիր լրագրողների, հա, եթե իրանք ընդրի մի մասը իշխանամետ լրագրողներ են կամ իշխանության հետ համագործակցող որոշակի պայմաններ լրագրողներ են, ապա իրենց ոչ մի բան չի սպասում, բայց տեսեք այն մարկանց, որոնք իշխանության հետ որևէ կապ չունեն, ինքը փորձում է մաքսիմալ ավելի կոշտ եւ կոպիտ լինել, այդտեղ եւ ոչ բառապաշարին է հետեւում եւ տեսեք, եթե մարդ չեն ծեծում, բայց ամեն դեպքում մարկանց ստորացնելով բերման ենթարկել, մարկանց ամիսներով օրինակ հոգեվորականներին ճաղաղակների ետևում պահել, հա, սա էլ է բռնություն, այսինքն Բայց արդյոք չեն ծեծում։ Մենք չմոռանանք Սամվել Վարդանյանի դեպքը։ Ծեծում են, ամեն ինչ էլ անում են։ Մարդիկ էլ մահանում են, հա, իրանց երեսից։ Հայտրակ վիճակը գաղութներում հիմա, հա, չգիտեմ, շաբաթը մեկ ինչ որ մեկը մահանում է ինքնասպանել լինում եւ այլն։ Արդյոք ինչ որ հաշվի արդար այնտեղ տեղում մենք որևէ բան չգիտենք։ Արմեն Գրիգորյանին ուղղակի սպանեցին, հա, ով ինչ ուզում է ասի, հա, եթե այդ մարմինները ազատության մեջ, ես համոզված եմ, որ ինքը դատարանի ժամանակ դատարանում չէր մահանա, հա, Մհեր Եղիազարյանը, որը հացադուլից մահացավ 2018 թվականին, ասում են, որ ոչ մի զոհ չի եղել հեղափոխության ընթացքում, եղել է, հա, նույն երկրապահներից Էջմիածնի, հա, այնտեղ մարդ է սպանվել։ Եվ այս սպառնալիքներով թող չխոսա, որովհետև եթե մենք համեմատենք Փաշինյանից առաջ ու Փաշինյանից հետո ինչ է կատարվում, ելի եմ ասում, ինձ ավելի շատ հիշեցնում այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, այդ 92-93 Վանոյի ժամանակները, հա, երբ որ մարդու կյանքը զրոյական արժեք ուներ, մարդու անկախության զրոյական արժեք ուներ եւ այն ժամանակ, չգիտեմ, գրպանը նարկոտիկ էին գցում կամ ինչ-որ բաներ են անում, հիմա ինչ-որ քաղաքական գործեր են շահում, ինչ-որ բաներ են հորինում եւ մարդկանց ազատությունը տակը ոչինչ չլինող գործեր նույնիսկ։ Վերջամ նախայտարակ դեպքը կատողոսին, որ չթողեցին, որ գնա Վրաստան, հա, մասնակցի Իլիա պատրիարքի ողորկավորությունը, սա բռնություն չի, իհարկե բռնություն է։ Անդրում բռնություն է այն մարդկանց հանդեպ, ովքեր ի պաշտոնը չէ, ի հավատք չեն կարող կհանդեպ որևէ բռնություն անել, զենք չեն վերցնում եւ ասեմ խաղաղասեր եւ խաղաղությանը միտված կատեգորիան արդյոք սա բռնություն չի, բռնություն է իհարկե։ Փաշինյանի այս քարոզարշավի ժամանակ հետաքրքիր մի դրվագ եղավ 3 Կիրակի օրը, երբ քաղաքացին ոչ հաճո խոսքեր էր ասում Փաշինյանին, բողոքում էր իրենց իշխանությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորում էր նրան սեփական կարծիք ունենալու համար։ Իսկ երբ որ նա հակադարձեց նշելով, որ միշտ է իր կարծիքը արտահայտել, հնչեց այսպեսի մի պատասխան. կարող եք գնալ Քոչարյանի դեմը կանգնել, այդքանն ասել։ Ինչի են իրենք թիրախավորում Ռոբերտ Քոչարյանին իրենց քարոզարշավի ժամանակ, ինչպես է ստացվում, քաղաքացին ընդհանրապես դժգոհում էր իրենց աշխատանքից, իրենց կառավարությունից։ Անգամ նշում էր, ասում էր Քոչարյան նախկիններ իրանք չկան, դուք եք։ Ինչ կապ ունի դա հիմա, որ ինձ այդ հարցը տալիս եք։ Այ ինչ կապ ունի։
Այդ որն է խնդիրը ոչ միայն իրենց, այլ էլի կատեգորիական մարդկանց, որոնք շատ լավ գիտեն, որ եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, այդ մարդկանց հարցնելու են, հա, հարցեր են տալու, շատ անհարմար հարցեր են տալու, ավելին իրենք պատասխանատվություն են կրելու իրենց արածների համար եւ իրենց պատասխանատվության են ենթարկելու դրա համար։ Ռոբերտ Քոչարյանը ներկապային առնվազն ինձ համար եւ շատերի համար միակ քաղաքական գործիչն է, որը կարող է պայմանավորվածների չգնալ, ինչ-ինչ պայմանավորվածներ այս իշխանությունների հետ եւ իրոք այս մարդիկ, ովքեր այդ մեղքերը գործել են, ում պատճառով Արցախ է հանձնվել 150,000 մարդ անտուն է մնացել, հազարներով զոհվել են պատերազմի ժամանակ, տասնյակ հազարի հասնող մարդիկ վախճանվել են կոവിഡ്ի ժամանակ, հա, այս ամենի համար պատասխան պետք է տրվի։ Երևի թե ըստ Փաշինյանի եւ որոշակի ուրիշ այլ խմբակի այլ ուժերի հետ ինչ որ ձևի հնարավոր է համաձայնվել, պլստալ, պայմանավորվել, ինչ որ բաներ անել քաղաքական ինչ որ պրոցեսներ կազմակերպել եւ պատասխանատվություն չկրել, հա։ Դրա համար այսպիսի ասենք վերաբերմունք, այսպիսի վախորած վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Նույնիսկ Սիմոնյան կապած, տեսեք, իրանք այդ մարդու վրա հետո հարցակվել են, որ այս ինչեր ես խոսում, այս ինչեր ես անում, դու հարգանք պատիվ չունես, ես իմ այստեղ կանայք ենք հայլում, ինչ որ բան ես ցույց տալիս։ Ալեն Սիմոնյանի անմիջական բարեկամը, հա, բալկոնից ինչեր էր ցույց տալիս մարդկանց, հա։ Այսինքն գոնե Ալեն Սիմոնյանը չմտնի այդ խոսակցության տակ, հա, ոնց որ ուրիշ մարդ մտներ։ Հիմա իրենք Քոչարյանն են մեջբերում, մի ձեզ նայեք, ժողովուրդ ջան։ Ձեր վարկագծին նայեք։ Ալեն Սիմոնյանը չէր թքում մրում մարդկանց վրա, հայտո կիսատ պրատներողություն խնդրում։ Այսինքն ինչ տեսել են, ներողությունը իրանց մոտ ինչ տեսել են, դա էլ սովորել են։ Այսինքն եթե դու քո ամենամոտ հարազատդ, հա, էլի այդ մատը ցույց է տալիս, հա, թքում է մարդկանց վրա։ Երևի թե այն մարդն մտածում են ընդունելու ձևը էսա, բանը փոխվել է, հիմա սենց ենք աշխատում, էլի կոպիտ ասած, սենց ենք ապրում, էլի, սենց է։ Նախկինները էլ չկան, հիմա սենց ենք։ Հա, եւ Քոչարյանից վախը, Քոչարյանաֆոբիան, հա, դա հոգեկան հիվանդություն է։ Դա իմ կարծիքով այնուհետև այդ մարդկանց պետք է հետազոտեն, հոգեբանները, հոգեբույժները այդ մարդկանց մահանելուց հետո իրենց ուղեղները պետք է ենթարկվեն համապատասխան զննման, հա, որպեսզի հասկանալ ոնց է լինում, որ առաջին հայացքից բանական մարդը Քոչարյանի անուն ազգանունը լսում է, ու ընկնում է ինչ-որ կոնվուլսիաների մեջ, ինչ-որ հալյուցինացիաների մեջ եւ ինչ-որ բաներ է մտածում եւ շրջապատին փորձում է վարակել, քան դա էլի ինձ համար դա անհասկանալի է եւ 2018 թվականից առաջ եւ 2018 թվականից հետո։ Լավ, այս տեմպերով պարոն Քոչարյան, էլ ինչերի կարող են ականատես լինել եւ ընտրությունների ինչպիսի ելք եք դուք տեսնում։ Ինչ ասես, կարող է խորոված արկեն հրապարակի մեջտեղը, կարող է, չգիտեմ, դրա փորձը արդեն ունեն։ Ստրիպտիզ բարեն ավտոբուսում, ընդ որում տղամարդիկ, հա, այսինքն Փաշինյանն էլ պահանջի, չգիտեմ, կարող է դաշտից խոտ հավաքեն տեղում ուտեն, հա, չգիտեմ, ժողովրդին ավելի մոդն է, չգիտեմ, ամեն ինչ էլ կարող են անել, էլի ամեն ինչ, հա, օրինակ, եթե ինքա Վան Գոգի նկար հիշեց, համոզված եմ, որ առաջին անգամ այդ Վան Գոգի նկարի մասին, կարտոֆիլ ուտողների մասին, հա, Վան Գոգը մի հատ շատ լավ նաև բան ունի, ավտոպորտրետ կտրված ականջով, էլի, հիմա դա էլ չկրկնի, էլի, այդպես Վան Գոգի սիրահարը, հա, ամեն ինչ, իրենց ամեն ինչ սպասել է, հա, բայց մի բան ֆիքսենք, հա, Նիկոլ Փաշինյանի ամենաճակատագրական պահին, ձևական, թե ոչ ձևական, լքում է մի մարդ, որը տասնյակ տարիներ եղել է իր կողքին։ Նիկոլ Փաշինյանի որդին իր կողքին չի, հա։ Նիկոլ Փաշինյանի որևէ բարեկամ մենք չենք տեսնում նախընտրականի ժամանակ իր կողքին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նույնիսկ իրեն, այսպես կոչված հարազատ մարդիկ, հատկապես իր կողակիցը, որը տասնյակ տարիներ կողքն է եղել, իր հետ ապագա չի տեսնում ներկա պահին։ Ինչպես քաղաքացին։ Ոնց կարող է հայ ժողովուրդը տեսնի ապագա մի մարդու հետ, որի ապագա չեն տեսնում իր հարազատները։ Ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը իր կողքը պահի Հայաստանը, եթե իր կողքը չի կարող պահի իր ընտանիքը։ Ես չեմ մտնում ընտանիք, Քավլիցի։ Բայց որտեղ են այդ մարդիկ։ ՔՊԱ-ականներն են իր ընտանիքը, հա։ Մենք ինչ որ
Շվեդիայում ենք ապրում, չգիտեմ, Նորվեգիայում ենք ապրում, Գերմանիայում ենք ապրում, Դե Եվրոպա ենք չէ գնում։ Չէ, չգիտեմ ինքը ուր է գնում, էլի գնում է Թուրքիա, ամեն դեպքում, բայց էլ եմ ասում, եթե իր հարազատ մարդիկ, ոչ կուսակիցները, որոնք իրենց կախված են, վախեցած են, շանտաժի տակ են կամ ինչ-որ գումարներ են աշխ, իր հարազատությունը չի վստահում, մենք ոնց կարող ենք վստահել այդ մարդուն։ Թող այդտեղից սկսի, հետո այն մնացած շոուները անի, եւ էլ եմ ասում, սա այդքան ակներև է եւ թող ինքը չփորձի ինչ-որ այլ կանալներով իրան ինչ-որ համատի Պուտինի հետ, Լուկաշենկոյի հետ եւ մնացածների հետ, հա, որովհետեւ էլ եմ ասում, դեռ այլ կատեգորիաներ են եւ մարդկային եւ տղամարդկային եւ էլ եմ ասում, ճակատագրական պահը գալիս է երկրի համար ըստ իրա, հա, կազմած խաղաղության պատերազմի հարավում, բայց իր կողքը ոչ մի հարազատ չկա, կամ եթե ինքը իր հարազատներին հեռացնում է, որպեսզի իրենց անվտանգ լինի, վախի է ժողովրդին թողում։ Այսինքն սեփական կաշին է սփռվում, ժողովրդին դեմ է տալիս պատերազմի, բոլոր պարագաներում, ընդ որում էլ եմ ասում, մեր ընդդիմությունը հանգիստ կարող է թեզեր օգտագործել, զարմանում չի չեն օգտագործում, բոլոր պարագաներում ինքը այդ շախմատային վիլկայի մեջ է անկել, որտեղ իր յուրաքանչյուր քայլը իրեն վնաս է բերում։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։